Բայց ես Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք Արևելագետ Արարատ Կոստանյանի հետ։ Բայց ես պարոն Կոստանյան, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Կոստանյան, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները իհարկե շատ ակտիվորեն լուսաբանվում էին նաև հայկական մեդիատիրույթում, բայց հաճախ չի, որ հանդիպում ենք շատ խորքային վերլուծությունների, թե իրապես երկրի ներսում ինչ է կատարվում։ Հաշվի առնելով, որ նոր կառավարություն է ձևավորվել, անցումային կառավարությունների լիազորությունները ավարտեց, 23 հոգուց բաղկացած այդ նոր կաբինետը, որ ներառում է նաև փոքրամասնություններից ներկայացուցիչներ, ինչ կարող ենք ասել այս հանգամանքը արդեն հաշվի առնելով, ինչպիսի Սիրիա կարող ենք ունենալ ապագայում։ Գիտեք, ներկայիս դուք նշեցիք ռեալ գետնի վրա այո, ձևավորվեց ժամանակավոր իշխանությունը, բայց նախքան այդ իշխանությունը ձևավորվելը ես կուզեի հագիրճ իրենց ուրեմն այդ լոզունգները ներկայացնել, որը կարծում եմ աննախադեպ է, այսինքն իսլամագիտության կամ քաղաքական իսլամի տեսանկյունից այդ խմբավորումը հանդիսանում էր որպես արմատական ուրեմն այսպես սալաֆիական գաղափարախոսությամբ եւ միևնույն ժամանակ ջիհադիստական գործունեությամբ կամ հայտարարություններով, որը միջազգային հանրության կողմից եւ գերտերությունների կողմից այսինքն նույնպես ուրեմն դիտարկվել էր որպես ահաբեկչական խմբավորում, կազմակերպություն եւ մինչ օրս այդ ուրեմն նշումը չի հանվել, այսինքն այս խմբավորումից, այո, դերևս պահպանվում են, բայց պետք է նշել այդ խմբավորման իշխանության գալուց որոշ ժամանակ անց նրանք ուրեմն Իդլիբում ձևավորել էին այսպես լոկալ դեղային կառավարում, որտեղ կար այսպիսի երկու միտում, կամ իրենց տեսլականով գնալու էին այսպես Թալիբանի օրինակով, բայց շատ արագ երբ մենք նայենք ուրեմն նրանց ղեկավարների կողմից միջազգային ուրեմն լրատվականների տված հարցազրույցներում նույն Ալ-Ջոլանին, Ալ-Շարահը, ինչպես հիմա հայտնի է, ուրեմն նա շատ աննախադեպ այսպես թրիչք կատարեց, ուրեմն ջիհադիստական քաղաքապարախոսությունից ոչ թե անցում իսլամիզմ, քաղաքական ուրեմն իսլամիզմ, որը Թուրքիան է եւ այլ իսլամական երկրներ, այսինքն AKP-ի ուրեմն Էրդողանի իշխանության օրոք ձևավորված, բայց այստեղ արդեն post-իսլամիզմի ուղղությամբ ուրեմն ձգտում կար, որտեղ ուրեմն նրանք պատրաստակամություն էին հայտնում, եթե կան իշխանության, նրանք ուրեմն ձևավորելու են այսպիսի քաղաքական դաշտ, որը չի լինելու իսլամական շարիայի կամ իսլամական ուրեմն իրավունքով հիմնված երկիր, այլ արիթ է դրվելու բոլորին մասնակցելու քաղաքական process-ներին եւ վերաշինությանը այս ներգաղթում եւ որոշակի ազգայնական տարրերով նաեւ այդ բոլորը շեշտադրելով Սիրիայի միասնականությունը եւ միատար ոչ այնքան միատար, որքան միասնական լինելու կարևորությունը։ Այո, դա որոշ իհարկե որոշ կողմերի թե Սիրիայում ընդդիմադիր եղող այդ ժամանակահատվածում որոշ կողմերի կողմից սա սկեպտիկ այսպես գեցված էր, որոնք կարծում էր թե այս խմբավորումը լոկ հայտարարություններ է անում իշխանության գալու համար։ Միևնույն ժամանակ ուրեմն միջազգային նույնպես հանրությունը այսպես այդքան դրական չէր, որոշ արաբական հայտնի երկրներ նույնպես, սակայն այս ուրեմն ժամանակավոր իշխանությունը ձևավորվելուց հետո կարծեք թե ներսում, թե դրսում, մասնավորապես ուրեմն Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից այսպես փորձ կատարվեց նույնիսկ նյութական օժանդակություն դրամատրել Սիրիայի վերաշինության գործընթացում, կարծեք միջազգային հանրության մասնավորապես արևմտյան որոշիչ երկրների կողմից, Միացյալ Նահանգների կողմից թեև ավելի ուշ, բայց կարծեք կոնսենսուս նույն Ռուսաստանի կողմից, այսինքն մենք պետք է նաև նշենք, որ Ռուսաստանն էլ այդ կողմ լինելով նախկին ղեկավարության ուրեմն քաղաքականության եւ դաշնակից լինելով տարածաշրջանում այդ տեսլականի նույնպես այսպես կարծեք կոնսենսուս հայտնեց ներկա իշխանությունների ձևավորման եւ իշխանության գալու ընթացքին, որովհետեւ դեռ կարծես հույս կա, որ կարող են նաեւ ընդհանրություններ որոշակի գտնել, ընդհանուր լեզու գտնել եւ ռազմաբազաների հարցը կարգավորել, չէ՞, Ռուսաստանի դերը կարծես։ Այո, կարծեք Ռուսաստանը այս հատվածում փորձում է այս նոր ձևավորված իշխանության հետ գտնել համագործակցելու
ինչ որ մեթոդ, բնականաբար Ռուսաստանը ունենալով ռազմաբազա եւ ամբողջ այս վերջին 50-ամյա մերձավոր արևելքի քաղաքականությունը երբ նայենք, Ռուսաստան ունեցել է այնտեղ այդ pan-արաբիզմի ժամանակահատվածից սկսյալ Աբդել Նասերի ուրեմն այդ pan-արաբիզմի քաղաքապարախոսությունը, ուրեմն սովետական միությունը սադարում էր հստակորեն, այնպես որ եւ Ասադյան, հայր Ասադյան ժամանակահատվածում նույնպես Ռուսաստանի դերը այդ ուրեմն մերձավոր արևելքի թնջուկի լուծման կամ ազդեցություն ունենալու ասպարեզում որոշիչ էր երևելի էր, այնպես որ ես կարծում եմ թե Ռուսաստանը, թե նույնիսկ Իրանը փորձելու է իր ազդեցությունը չգործնել ամբողջովին տարածաշրջանում։ Այս թեմաները հատկապես կարևոր են քննարկել մեր համատեքստում, հաշվի առնելով, որ հատկապես տերությունների, գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը քննարկելիս չափից շատ ենք մենք անձնավորված վերլուծություններ անում եւ օրինակ բացառում էինք յետ Ասադյան Սիրիայում որևէ հնարավորություն, որ Ռուսաստանը կարող է ունենալ ազդեցություն կամ նույն Իրանը կարող է ունենալ։ Եթե վերադառնանք արևմտյան երկրների ակնկալիքներին, Մյունխենի անվտանգության համաժողովում մի ամբողջ պանել կար նվիրված Սիրիայի ապագային եւ գրեթե բոլորը միահամուռ նշում էին, որ շատ կարեւոր է, որ նոր ընդունվող սահմանադրությունը ներառական լինի, հաշվի առնի նաեւ փոքրամասնություններին եւ ձեր նշած այդ ծայրահեղական իսլամական շարիաթական օրենքների վրա հիմնված չլինի։ Հիմա արդեն կա սահմանադրական հռչակագիր։ Ինչ կարող ենք ասել, այդ ակնկալիքները բավարարված կարելի է համարել այդ հռչակագիրը։ Ես կարծում եմ գետնի վրա այո, կա այդ ցանկությունը նոր սահմանադրություն, փոքրամասնությունների իրավունքներ, դեմոկրատական ուժերի, այսպես քաղաքական դարբեր խմբավորումների ի հայտ գալը, բայց ես կարծում եմ գետնի վրա կա ռեալ այսօր բազում խնդիրներ, օրինակ վերջերս այդ որոշ խմբավորման հարձակումը ալևիական ուրեմն գյուղերին եւ այնտեղ լուրջ, այսինքն ոտնձգություններ տեղի ունեցավ, որոշները նույնիսկ դա որակում են որպես ցեղասպանություն, այսինքն դա այս անցումային ժամանակահատվածում ես կարծում եմ Սիրիան ներկա այս իրավիճակում, որտեղ անկայունությունը կա գետնի վրա եւ ահա տեսնում ենք, որ փոքրամասնությունները վտանգված են փաստորեն, մասնավորապես ալավիները, այնպես որ մեկ կողմից կա այդ դրական ուրեմն իշխանությունների կողմից եւ Միացյալ Հանրության կողմից եւ ժողովրդի կողմից մենք այսօր չպետք է ուրեմն միայն մեր ուրեմն ֆոկուսը այսպես ուշադրությունը զետեղենք համայնքի դիտանկյունից չնայենք ոչ թե միայն այսինքն իշխանությունների կամ այդ գազམ་ավորված քաղաքական այրերի եւ միջազգային հանրության, այլ պետք է ժողովրդի դրամատությունները նույնպես հաշվի առնենք, եթե չլիներ այսպես ժողովրդի, ես կարծում եմ մեծամասնության դրական գեցվածքը, միգուցե այս ուրեմն իշխանությունը նույնպես չձևավորվեր, նույնիսկ ժամանակավոր, այնպես որ ես կարծում եմ շատ կարևոր նյուանս է, որովհետև Սիրիայի ժողովրդի կամ իսլամական համայնքի մեծամասնությունը չափավոր իսլամի կողմնակից է եւ նրանք ուրեմն փողոցում իրենց այսպես հեղափոխության տոնը նշելու ժամանակ նույնիսկ հայտնում էին այդ լոզունգները, որ սեկուլար, այսինքն աշխարհիկ պետությունն են պահանջում եւ չեն ցանկանում ուրեմն իսլամիստների գալի իշխանության եւ այդ շարիաթական ուրեմն պետությունը հիմնելուն, այնպես որ կա երկկողմանի ուրեմն ժողովրդի եւ իշխանության կողմից կա այդ դրական ցանկությունը հիմնելու այնպիսի մի Սիրիա, որը կներարի բոլորին եւ բոլորը մասնագից կլինեն քաղաքական գործընթացներին, բայց նաեւ ահա կա այսպիսի ուրեմն դեպքեր, որտեղ ես կարծում եմ իշխանությունները պետք է բացառեն եւ թույլ չտան, որովհետեւ եթե կա մեկ փոքրամասնության հանդեպ ինչ որ վտանգ, մյուս փոքրամասնությունները լինեն ազգային թե կրոնական, անընդհատ այսպես բացասական վերաբերմունք են ունենալու եւ ես չեմ կարծում, որ դա առողջ կլինի, այո, չեմ կարծում, որ դա դրական լիցք կհաղորդի հասարակությանը, որովհետեւ նրանք էլ ներգրավված լինեն, բայց ամենևին այս իշխանության ձևավորումը եւ այսպես արենայում արդեն ի հայտ գալը ես կարծում եմ դրական հաստակներ հաղորդում են ամենևին։
Նշածս նոր կառավարության մեջ 4 նախարարներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, այդ թվում նաև 1 քուրդ եւ 1 ալևի։ Մի կողմից կա քննադատություն, որ հաշվի առնելով օրինակ, որ քրդերը 15%-ից մի քիչ էլ նույնիսկ ավելի են բնակչության թիվը իրենց, 1 հոգին կառավարությունում մեծ բան չէ։ Մյուս կողմից, ինչպես դուք նշեցիք, այլընտրանքը կարող էր լինել ծայրահեղական իսլամական եւ առհասարակ փոքրամասնություններ չլինեին։ Նույնիսկ 1 կին կա կառավարությունում։ Այո։ Սրանք փաստեր են, որոնք, ինչպես դուք նշեցիք, ցույց են տալիս, որ հանրահռչակած այդ առաջնային աշխարհիկ պետության ճանապարհին կարևոր քայլ է արված։ Իսկ բովանդակային իմաստով ինչպիսի մարդիկ են այս նշանակված մարդիկ, չհաշված այն նեղ շրջանակալ շարայի զինակիցների, նրանցից դուրս դրանք բավարար կոմպետենտությամբ մարդիկ են, թե ավելի շատ լոյալության հիմքով նշանակված մարդիկ։ Ես իմ սպասումները որպես մասնագետ նախ ես ուրեմն դրական եմ վերաբերվում այս ուրեմն գազմին, բայց ես կնախընտրեի, որ լինեին նույնպես նախկինում հայտնի ուրեմն անհատականություններ եւ շարժումներ, որտեղ հանդիսանում էին իրենք ընդդիմության գազմի մեջ, այնտեղ բացասականը նախկինում այդ մուսուլման եղբայրների ուրեմն դիրքորոշումներ, որ նրանք բնթում էին այսպես իսլամիստական աջենդան, եւ ահա այնտեղ առաջացավ ընդդիմության մեջ, լայն ընդդիմության մեջ ներքին խլրդումներ, որովհետեւ ինչպես որ նշեցի, արիք չէր տրվում, այո, ուրեմն նրանք մասնակից էին, բայց արիք չէր տրվում այդ խմբավորումներին, այո, կամ կողմերին ավելի ճիշտ քաղաքական իրենց նույնիսկ որոշիչ դեր ունենալ։ Ես կարծում եմ ընդդիմության այս ամբողջ տասնամյակից ավել ժամանակահատվածում գլխավոր մեղքը կամ սխալը այն էր, որ արիք չտրվեց ավելի կային այնտեղ լիբերալ ուժեր, կային այնտեղ սոցիալիստական, ուրեմն քաղաքապարախոսությամբ ուժեր, կային այնտեղ նույնիսկ ազգային, բայց ավելի մոդեռն, ուրեմն քաղաքապարախոսությամբ ուժեր, բայց արիք չտրվեցին։ Այստեղ ուրեմն Սիրիայի ներկայիս արտաքին գործոց նախարարի հանդիպումները Եվրոպայում եւ կատարեց սիրիական համայնքի հետ, այդ անձնավորությունները հրավիրված էին եւ կարծեք այսպես նույնիսկ արիք տրվեց, որ նրանք հայտնեն իրենց տեսակետները։ Ես կցանկանայի այդ մարդիկ լինեին այս ուրեմն նոր ձևավորված կառավարության կազմում, այնպես որ ես կդիտարկեի սա ոչ թե շատ ավելի այսպես ոչ պեսիմիզմով լցված եւ առավել եւս ոչ այսպես շատ ուրեմն չափից շատ լավատես լինել, բայց ամենևին ես կարծում եմ սա դրական քայլ էր, ինչպես որ նշեցի, ակնկալիքը ես կարծում եմ ժողովրդի կողմից նույնպես լինելու է այդ լայն ընդդիմադիրների ներգրավումը եւ ամենակարևորը ես կարծում եմ պետք է ի հայտ կա միակուսակցական համակարգից անցումը, պետք է ուրեմն երաշխավորված լինի նոր կուսակցությունների, նոր քաղաքապարախոսությունների առաջ գալուն։ Այլապես եթե մնա այսպես գեր որոշիչ մեկ խմբավորում երկար ժամանակ, խոսքս հետ անցումային ժամանակի մասին է, երբ տեղի են ունենալու արդեն նոր սահմանադրություն, եթե այս ուժերը այսպես արմադացած մնան այդ դիրքին, ես կարծում եմ սա դրական չի լինի Սիրիայի ապագայի համար, այն իմաստով, որ եթե մենք խոսում ենք դեմոկրատական ավելի Սիրիա ունենալուն, մենք պետք է շանսը տանք, առիթը տանք, որպեսզի նոր քաղաքապարներ, նոր գուսակցություններ ձևավորվեն, որովհետև կենտրոնացում իշխանության տեղի չունեն։ Այո, եթե բայց նոր կառավարության կազմում վարչապետի հաստիքը կարծես թե չեղարկվել է, թե պարզապես վարչապետ չկա դեռևս նշանակված։ Դեռևս վարչապետ չկա նշանակված, դեռևս գիտեք այդ նախկին ուրեմն սահմանադրության վրա է որոշ չափով, որովհետև եթե չեղարկվել է այդ սահմանադրությունը, այլապես երկիրը ինչպես պիտի կարողանա սահմանադրությունը դեռ չի այո, նոր սահմանադրություն գոյություն չունի, այսպես որոշ ուրեմն իրավական առումով ես կարծում եմ, որ այստեղ նրանք հենվում են ամենայն դեպս նախկին սահմանադրության վրա, այլապես երկրում կլիներ շատ ավելի անորոշ եւ ցնցումներով լի իրավիճակ։ Այո։ Անմիջապես Ասադի իշխանության տապալումից հետո ժողովրդի այդ ցնծության ֆոնին նաեւ շատ այն խոսակցություններն են մասին, որ փախստականները վերջապես
իրենց անվտանգ կզգան վերադառնալու Սիրիա։ Եթե մենք հիմա հետահայաց նայենք, արդեն մի քանի ամիս անցել է, կա այդ հոսքը, ներհոսքը փախստականների վերադարձի, հատկապես դրանում Թուրքիան է շահագրգռված, տեղի ունեցել է այդ վերադարձը փախստականների։ Ես կարծում եմ դեռ այդ վերադարձի հոսքը երևելի չէ, կան դեպքեր, այո, այսպես եթե նայենք շինարարություն պիտի տեղի ունենա, չէ, երկրում երևի նոր կարողանա։ Ես կարծում եմ ոչ թե շինարարության հարցն է, որովհետև այդ մեծ քաղաքներում դեռևս նույնիսկ պատերազմական հատվածում եւ հետպատերազմական հատվածում այնտեղ բնականon կյանքը շարունակվում էր, այսինքն այնպես չէ մենք հաճախ այս մեդիայից ուրեմն այդպիսի դպավորություն ենք ստանում, որ ամբողջ երկիրը ուրեմն քայքայված եւ ռմբագոցված վիճակում է, այնպես չէ, այսինքն մեծ քաղաքներում մանավանդ ուրեմն հայտնի քաղաքներում Դամասկոսում, Հալեբում եւ այլն, այնտեղ կա դեռևս բնականon այդ կյանքը եւ կան այսինքն ապահովության խնդիր գոյություն չի ունեցել, բայց ես կարծում եմ այստեղ ոչ թե քաղաքի այդ շինարարության ընթացքին են վերականգնման ընթացքին են սպասում, բայց ավելի ճիշտ, ինչպես որ դուք նշեցիք, այդ ժողովուրդը ներքին անվտանգության դիվիդենդների սպասման մեջ է եւ ես կարծում եմ այսպես դրական շարունակելու բարակայում, եթե կարողանա այս իշխանությունները համոզել Սիրիայի ժողովրդին թե ներսում թե դրսում, որ այս ընթացքը շարունակվելու է եւ կա դրական միտում երկիրը զարգացնելուն, ես կարծում եմ եւ վստահ եմ, որ այդ հոսքը թեպի Սիրիա տեղի կունենա։ Այնինչ տեղի ունեցավ ալևիների հետ մի քանի շաբաթներ առաջ, առնվազն հայաստանյան մեդիատիրույթում մեծամասամբ մեկնաբանվում էր որպես իշխանության անզորություն ողջ տարածքի վրա իշխանությունը ունենալու, բանեցնելու, այսպես ասած, իշխանությունը։ Իսկ ներսում նրանք, ովքեր որ կատարել էին այդ հանցագործությունները, պատժվեցին արդյոք եւ արդյոք այդ խմբավորումների հանդեպ իշխանությունը որոշակի խիստ մեթոդներ կիրառում է, որպեսզի դրանք չկրկնվեն։ Ես կարծում եմ իշխանության կողմից այդ հայտարարությունը դեռ համոզիչ չի, որ նրանք պատժելու են այդ կողմերին, եւ պատասխանատվությունը բնականաբար այս նոր ձևավորված իշխանության վրա է, որովհետեւ եթե դուք չեք կարողանում զսպել որոշ ուրեմն արմատական խմբավորումները եւ ներառել բանակի մեջ կամ ուրեմն արտաքսել երկրից, այնպես որ իշխանությունները դեռևս այդ պատժիչ գործողությունները իցույց չեն դրել եւ այս էր պատճառը, որ Միացյալ Նահանգները վերջերս ուրեմն այսպես հստակորեն նշեց, որ այդ ծայրահեղական տարերի հարցը պետք է Սիրիայի նոր ձևավորված իշխանությունները լուծեն, այլապես այնտեղ միշտ հնարավոր է, որ այսինքն այդ խմբավորումները, որովհետև 1-2 չեն, եւ որոշները արդեն անցան բանակի կողմը, բայց եթե այդ ծայրահեղ որոշ խմբավորումներ ուրեմն չընտարգվեն իշխանություններին կամ բանակին, նրանք կարող են վերահսկողությունից անընդհատ այսպես դուրս գալ եւ անընդհատ ուրեմն երկրի ներսում ստեղծել քաոսային իրավիճակ։ Այս իրադրության մեջ առավել մեծացել է Թուրքիայի եւ Իսրայելի դերակատարությունը Սիրիայում, եթե դեմ չեք խոսենք առանձին այս երկրների իրական ուժի մասին, երկրի ներքաղաքական process-ների վրա եւ նաեւ թե ինչպես են իրենք միմյանց միջև այդ հարաբերությունները պայմանավորում նաեւ Սիրիայում տեղի ունեցողով, նկատի ունեմ Թուրքիան եւ Իսրայելը։ Դե գիտեք, այստեղ Թուրքիան եւ Իսրայելը, եթե մենք հետ հայացք այսպես նետենք այդ պատերազմական ժամանակահատվածում, նրանք այնտեղ ունեին դաշնակից էին որոշ առումով ոչ ուղղակիորեն, բայց նրանք երկուսն էլ ցանկանում էին Ասադյան իշխանությունը ուրեմն պարտվեր Սիրիայի պատերազմում եւ Իրանի ազդեցությունը բնականաբար, այո, եւ Իրանի ազդեցությունը նվազեր, բայց հենց Սիրիայի հարցում, այսինքն մեկ կողմից Թուրքիան հովանավորում էր այդ խմբավորումները, որոնք զինյալ պայքարի էին մտել ուրեմն բանակի Ասադյան վարչագահի դեմ, եւ մյուս կողմից Իսրայելը անընդհատ ուրեմն օդային հարվածներ էր հասցնում Սիրիայում ուրեմն ռազմական կենտրոնների եւ մասնավորապես ուրեմն ինչպես որ իրենք նշում են Պարսկաստանի կողմից այսպես ստեղծված կենտրոնների դեմ, այնպես որ հիմա իրավիճակը տարբեր է, երբ ուրեմն հետ Ասադյան ժամանակահատվածում Սիրիան նոր այսպես իշխանություն պիտի ձևավորի եւ չկա այնտեղ գոյություն չունի, այսինքն այսպես հստակ
բանակի մեխանիզմ, ոստիկանություն, անվտանգություն եւ այլն, ահա այս երկու ռեգիոնալ ուժերը արդեն փորձում են իրենց ուրեմն դասական ռեալիզմի թեորիի տեսանկյունից ամեն մեկը ուրեմն գտնել դրական ազդեցությունը Սիրիայի վրա բանեցնելու մեկ ուրեմն քրդական հարցի պատրվակով հյուսիսում ցանկանում է իր ազդեցությունը ուժեղացնել, խոսքը Թուրքիայի մասին է, եւ վերջերս, այսինքն այս իշխանությունը գալուց հետո տնտեսական լծակներով ցանկանում է իր ազդեցությունը ավելի դիրքավորել Սիրիայում, իսկ Իսրայելը մյուս կողմից խախտեց այդ ամբողջ 1970-ական թվականներից Սիրիայի հետ համաձայնությունը եւ անցավ արդեն սահմանը խախտեց եւ անցավ արդեն Սիրիայի տարածք, որը 20-25 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Դամասկոսից։ Նրա ցանկությունը, եթե այսպես տեսնենք, նա ցանկանում է ուրեմն այդ Սիրիայի հարավի այդ դուրզիական մասում ուրեմն ունենալ իր ազդեցությունը, սա ռազմական ուրեմն էքսպանսիայի ուրեմն դրսևորում է, որը ցանկություն է կարծեք թե երկու կողմից Թուրքիան էլ վերջերս այսպես խոսակցություններ են պատտվում թե ռազմաբազաներ է կառուցում ուրեմն Սիրիայում, այնպես որ երկու կողմից դիրքավորում կա, որը եթե այսպես շարունակվեր դա կտաներ միգուցե բախման եւ Սիրիայի մասնատման խնդրին, բայց վերջերս միևնույն ժամանակ կարծեք Միացյալ Նահանգների գլխավորությամբ կամ հորդորով ուրեմն տեղի են ունենում բանակցություններ Թուրքիայի եւ Իսրայելի միջև Սիրիայի ուրեմն հարցում չանցնել այդ կարմիր գիծը եւ կարմիր գիծը որպես տարածքային ամբողջականության պահպան։ Կարծես թե միջազգային հանրությունը այդ է համարում իր համար։ Այո, նկատի ունեմ, այսինքն չլինի բախում ուրեմն Սիրիայի ներսում Թուրքիայի եւ Իսրայելի կողմից, որը բնականաբար մասնատման վտանգի առաջ կդնի Սիրիան։ Սիրիայի ներքաղաքական կյանքի մասին ձեր հոդվածներից մեկը Ջակարտայի ամսագրերից մեկում կարդացի եւ ինձ համար հետաքրքրորեն բացահայտեցի, որ նաեւ Ինդոնեզիայի համալսարանում եք սովորում։ Մենք երբ խոսում ենք իսլամական երկրների մուսուլման համայնքների խնդիրների մասին շատ հաճախ կենտրոնանում ենք հենց մերձավոր արևելքի վրա եւ այդ տարածաշրջանը միշտ չի որ հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ առիթը օգտագործելով ուզում եմ ձեզ հարցնել նաեւ Ինդոնեզիայի համատեքստում իսլամական ինչպիսի իրադարձություններ են տեղի ունենում եւ այնտեղի դիտանկյունից ինչպես են մեկնաբանվում մերձավոր արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Գիտեք, ասիական եւ հարավ-արևելյան ասիական իսլամը շատ հետաքրքիր երևույթ է, այս վերջին դասնամյակներում մանավանդ նրանք ցանկանում են այսպես ներկայացնել որպես մոդել, այո, բնականաբար մեր ուշադրությունը միշտ զետեղվել է մերձավոր արևելքի եւ Թուրքիայի իսլամիզմի եւ իսլամի առհասարակ, որովհետեւ կան, այո, մենք ունենք երկար ժամանակ խնդիր Թուրքիայի հետ եւ մերձավոր արևելքում ունենալով հայկական համայնքներ, մենք միշտ ուրեմն այսպես բնականաբար մեր ուշադրությունը զետեղվել է այդ երկրներում տեղի ունեցած ուրեմն իսլամին, բայց այստեղ ահա տարբեր իսլամ է ձևավորվել, որը չափավոր իսլամ է եւ չափավոր իսլամից նաեւ, այսինքն ուրեմն առանձնահատկությունը նրանում է, որ նրանք ներգրել են ուրեմն այսպես կուլտուրալ իրենց ուրեմն միջավայրին ներդաշնակ մի իսլամիզմ, որտեղ նրանք իսլամական այո, եւ այնտեղ կան շատ էլեմենտներ, որը բուդդիզմից եւ հինդուիզմից եկած են, այնպես որ այնտեղ գոյություն չունի մեծամասամբ, թեև կային, այդտեղ էլ կային ծայրահեղական ուրեմն շարժումներ, որը աստված են եղել մերձավոր արևելքի այդ սալաֆի ջիհադիզմից, այնտեղ եղել են նույնիսկ տերորակտեր Բալիում եւ այլն, բայց ամենևին տեղական կամ տեղային իսլամը այնտեղ ահագին տարբերվում է մեր իմացած կամ պատկերացրած իսլամից, այնտեղ ավելի չափավոր, ավելի հանդուրժող, ավելի ուրեմն տարբեր քաղաքագրթություններ ներգրող եւ ընդունող իսլամ է, որտեղ քրիստոնեությունը նույնպես ուրեմն զերծ չէ իր իրավունքներից եւ նույնիսկ մասնագից են։ Այնպես որ ես կարծում եմ այդ մոդելը նաև մեզ մասնագետներից Հայաստանում կլինի հետաքրքրական ուսումնասիրել եւ ներկայացնել, որովհետեւ
կփոխի այդ ընկալումը, որ իսլամը անհանդուրժող է, իսլամը միշտ ծայրահեղական է, կարծում եմ սա կլինի այսպես գունավորում իսլամիզմի դեսանգյունից նաև այդ ներկապնակում տեսնել նաև այդ մի տեսակը իսլամի եւ այն իմաստով հիմա վերջերս Մալայզիան եւ ավելի շատ իհարկե Ինդոնեզիան, որովհետեւ աշխարհում ունի ամենա ուրեմն մեծ մուսուլման բնակչությունը, նրանք ցանկանում են այս մոդելը նաև իրենց արտաքին քաղաքականության մեջ ուրեմն դրսևորել որպես մոդել նույն ուրեմն արաբական երկրներին, Մերձավոր Արևելքին, Թուրքիային մասնավորապես, որովհետև Թուրքիան սկսեց այդ դրական լիցքը այսպես իսլամիզմը հանդուրժողական ցուցադրելու նամանավանդ Էրդողանի այդ առաջին ժամանակահատվածում, բայց ահա այնտեղ հաջորդ քայլով ավելի անհանդուրժողական քաղաքականություն։ Այո, այնտեղ Գյուլենի շարժումի ավելի լիբերալ իսլամի շարժումի հետ բախվելով, ահա նա դարձավ ավելի անհանդուրժող եւ ավտորիտար, այնպես որ նրանք ցանկանում են իրենց մոդելը նաեւ այսպես ի ցույց դնել եւ տրամադրել, եթե կարողանան ուրեմն կոմպլեմենտար իսլամ, ես կասեի ավելի, եթե կարողանա Մերձավոր Արևելքը, մասնավորապես Սիրիան, իմ այդ հոդվածի նպատակը այդ էր, որ դա կարող է որպես օրինակ կարող է զարգանալ եւ ես կարծում եմ, որ այնտեղ թրական լիցքեր կարող են լինել։ Որպես կանոն նման մեծ երկրները եւ իսլամական որոշակի նոր համակարգ որդեգրած երկրները ջանում են ոչ միայն օրինակ ծառայել մյուս երկրների համար, այլ նաեւ առաջնորդող դեր ունենալ իսլամական աշխարհ կոչվածում, ճակերտավոր, ինչքանով որ կարող ենք ընկալել, որ նման աշխարհ գոյություն ունի։ Կան նաեւ Ինդոնեզիայում կամ Մալայզիայում նման նկարտումներ։ Ես կարծում եմ այնտեղ ավելի այդ ներ իսլամական աշխարհի ուրեմն այդ մրցակցությունը, ինչպես որ դուք նշեցիք, կար այս երկար ժամանակահատվածում մասնավորապես Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի կողմից, որոնք նրանք փորձում էին այսպես իսլամական աշխարհի լիդերությունը ստանձնել։ Ես կարծում եմ այդ ասիական երկրներում այդքան չի երևում, այսինքն նրանք ցանկություն չունեն հաշվի առնելով նրանք այսպես էքսպանսիոնիստ քաղաքականություն նախ չունեն, ավելի ներփակված են իրենց այսպես ռեգիոնալ խնդիրներով եւ հարցերով եւ միևնույն ժամանակ նրանց ազդեցությունը ավելի հակված է տնտեսական, ուրեմն կամ արևդրի զարգացման ուղղություններով, այսպես նրանք քաղաքական իրենց այդ չափավոր իսլամի մոդելը քաղաքականապես տարածելու այսպես ցանկություն, ես կարծում եմ կամ լիդեր դառնալու գոյություն չունի, բայց ավելի կարծում եմ ցանկություն ունեն ավելի ակտիվ լինել իսլամական աշխարհում, օգտագործելով ավելի տնտեսական եւ միջազգային արևդուրի հնարավորությունները եւ մեխանիզմները, քան այսպես քաղաքական մոդել որպես բարդատրանք կամ որպես իշխանություն ձեռք բերելուն իսլամական աշխարհի նկատի ունեմ։ Շնորհակալություն շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։